Տիեզերքը նկարող հայ նկարիչը փորձում է արվեստը մոտեցնել գիտությանը։ Արմեն Կարապետյանն իր նկարներում պատկերում է տիեզերքը, տիեզերական մարմինները եւ արդեն առաջացրել է NASA-ի ամերիկյան տիեզերագիտական ընկերության հետաքրքրությունը։ NASA-ի հետ գործակցությամբ ցուցահանդեսի կազմակերպման հարցը քննարկելու նպատակով Մեծ Բրիտանիայում բնակվող հայ նկարիչն այս օրերին Միացյալ Նահանգներում է, բայց մինչև NASA-ն Արմեն Կարապետյանի նկարների առաջին ամերիկյան ցուցահանդեսը կազմակերպեց Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը։ Ոչ սյուրռեալիզմ է, ոչ աբստրակցիոնիզմ է, ոչ ռեալիզմ է։ Եթե իզմերով հաշվարկենք նկարչության ուղղությունը գտնենք, կարող եմ ասել, որ նկարչության ուղղությունը strangelet բառից է գալի, strangelet-ism-ը, եթե իսմ ավելացնենք վրան։ Շվեյցարացի եւ ֆրանսիացի գիտնականները հատուկ սարքի միջոցով փորձում են պարզել, թե ինչից են առաջացել առաջին նյութեղեն մարմինները երկիր մոլորակի վրա։ Գիտնականները այս առաջին մարմինը պայմանականորեն կոչում են strangelet։ Նկարիչն ասում է, որ նույնը փորձում է անել նաեւ ինքը արվեստի միջոցով եւ իր նկարչական ինքնատիպ ոճը, որն ունի որոշակի գիտական թեքումներ, կոչում է strangelet-ism նոր բառով։ Միացյալ Նահանգներում ինքնատիպ արվեստի առաջին դիտողներն են ամերիկահայերը ու նաեւ ամերիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Ես կասեի, որ մի քանի նկար կա, որ ես կուզենայի օրինակ ունենայի իմ տան մեջ։ Բավականին յուրահատուկ ոճի ցուցահանդես է, ներկայացված է շատ արվեստագետի աշխարհայացքը եւ նրա մոտեցումները եւ ուրախ եմ, որ նմանատիպ յուրահատուկ ոճում մենք եւս ունենք հայ արվեստագետ։ Նախկին Երևանաբնակ նկարիչը նաեւ ասում է, որ պատրաստ է գործակցել հայաստանցի արվեստագետների հետ, ովքեր կհետաքրքրվեն իր տեսակով էքսպերիմենտալ եւ ոճով նորովի strangelet-ism ուղղությամբ։ Հայկարամ Նահապետյան, Հայլուր, Վաշինգտոն։